Իշխանություն հայ առաքելական եկեղեցի լարվածության ֆոնին Նիկոլ Փաշինյանն այսօր խոսել է կաթողիկոսի ընտրության հարցում պետության դերակատարության անհրաժեշտության մասին։ Եկեղեցի պետություն հարաբերությունները կարգավորող իրավական նորմերի ուսումնասիրությունից սակայն պարզ է դառնում Հայաստանի Հանրապետությունը որևէ լծակ եւ ազդեցություն չունի եկեղեցու կողմից կայացված որոշումներին միջամտելու։ Եկեղեցու պետությունից անջատ գործունեությունը երաշխավորված է սահմանադրությամբ։ Ենթադրվում է, որ խոսելով այս հարցը մեկընդմիշտ լուծելու մասին Փաշինյանն ակնարկում է այժմ գրվող սահմանադրության տեքստում այս մասով նույնպես փոփոխություններ կատարելու մասին։ Երևանի քաղաքապետարանի դիրքորոշումն է ցանկացած կոռուպցիոն դրսևորում արժանի պատասխան պետք է ստանա եւ կապ չունի թե որ պաշտոնյայի կողմից է արվում, բայց տարբեր ձերբակալությունների մասով քաղաքապետարանում որոշ անհանգստություններ ունեն։ Նշում է քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը։ Որպես օրինակ նա նշել է Արաբկիր վարչական շրջանի նախկին ղեկավար Արամ Ազատյանի կալանավորման փաստը։ Նա 1 տարի կալանավորված է եւ փաստաբանները դիմել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Հիշեցնենք այս տարվա փետրվարից մինչ օրս հակակոռուպցիոն կոմիտեի հետաքննության շրջանակում Երևանի քաղաքապետարանի տասնյակ պաշտոնյաներ են ձերբակալվել։ Երևանի քաղաքապետարանի կողմից կառուցվող մանկապարտեզներից 3-ի առնչությամբ քրեական վարույթներ են հարուցվել։ Քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանն ասում է, մանկապարտեզներից մեկի խնդիրները Երևանի քաղաքապետարանն արձանագրել էր։ Շինաշխատանքների փաստաթղթերի վերաբերյալ ուսումնասիրություններ են իրականացվում։ Այս պահին 3 մանկապարտեզներում շինարարությունը դադարեցված է, քրեական գործեր կան, ընդգծել է Կոստանյանը։ Ռոսսելխոզնադզորը հունիսի 16-ից կարող է ժամանակավոր սահմանափակել Հայաստանում աճեցված ծաղիկների ներմուծումը Ռուսաստան։ Նշվում է Հայաստանից մատակարարվող բույսերի ստուգումների արդյունքում հաճախակի հայտնաբերվող խախտումների մասին։ Ռուսական կողմից գրություն է ուղարկվել Հայաստանի սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին, խնդրելով ուժեղացնել վերահսկողությունը մատակարարվող ապրանքների նկատմամբ։ Ռոսսելխոզնադզորի տվյալներով 2025 թվականին Հայաստանից ծաղիկների ներմուծումը կտրուկ աճել է։ Մինչ օրս ստուգվել է 52 միլիոն հատ, ինչը 49.7%-ով ավելի է, քան 2024 թվականին նույն ժամանակահատվածում, երբ ներմուծվել էր 34.7 միլիոն։ Արդյունքում հայտնաբերվել է ծաղիկների վարակման 13 դեպք։ Ռուսական զորքերը հարվածել են ուկրաինական Սումիի կենտրոնին, զոհվել է 3 մարդ, 16-ը վիրավորվել։ Քաղաքի թաղամասերից մեկում արկ է ընկել ճանապարհին, պայթյունի հետևանքով մեքենա է բռնկվել, հրդեհն արագ մարվել է։ Հաղորդվում է նաև բնակելի շենքի 3 մասնավոր տան, պահեստային շենքի եւ հիվանդանոցի շենքերից մեկի վնասվելու մասին։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կրկին միջազգային հանրությանը կոչ է արել մեծացնել քաղաքական ճնշումը Ռուսաստանի վրա։ Եմենի հութիները բալիստիկ հրթիռներով կրկին թիրախավորել են Իսրայելի Բեն Գուրիոն օդանավակայանը։ Հութիները հայտարարել են գործողությունը հաջողությամբ նպատակակետին հասցնելու մասին։ Բեն Գուրիոն ժամանող ինքնաթիռները շրջանցել են միջերկրական ծովը եւ ժամանակավորապես հրաժարվել շարունակել երթուղին։ Իսրայելական բանակը հայտնել է, որ զինվորականները որսացել են Եմենից արձակված եւս 1 հրթիռ։ Հունիսի 1-ին հութիները 4 ռազմական գործողություններ են իրականացրել ուղղված Բեն Գուրիոն օդանավակայանին եւ կարևոր նշանակետերի Յաֆա, Աշդոդ եւ Ում ալ-Ռաշրաշ շրջաններում։